Հետևորդներ ջան, բարելույս ձեզ։ Առավոտից սրա ու մոտնեմ ընկեր, շատ շոկ, հա։ Այսօր մի այլ կարծիա, շոկ, այն որ կրակա թափում։ Ու մտածում եմ, ինչի է շոկի հետ տեսել հակա, այս թե մի տեսակ սիրտս էդ ուզեց, որ է թաքնեմ, չգիտեմ, ախ։ Առավոտից արթնացել ենք, խառը գործեր, խառը մտքեր, ով այն ծանգամ։ Լավ ակնեմ չէ սիրելի հետևորդներ ջան, որ առավոտվա բարձրները շատ ազնամ, հետաքրքրվողները շատ են, ես շատ գիտեմ։ Հարց, փորձ, ոնց եք, ինչ եք անում։ Շոքերին ոնց եք դիմադրում։ Այս ամիսը մի տեսակ մեր համար հիվանդանոցային ամիս դառավ, մենք ստեղ ամուսնուս բարեկամներից Ալան այնտեղ կհիշեք, որ այն անգամ ծունգը ծնկան մեջ իմպլանտ էին էլի դրել, դա կոչվում է էնդոպրոթեզավորում։ Մեկն արեցին գոհեր, մի երկրորդի կարիքն էլ կար, առավոտից անհանգիստ եմ, որ ասում եմ, չգիտի քամի կես կգնի, մի տարածքն կուզենաս էլի գնաս իրանել, օգնես, ձեռք գցես, բայց այստեղ արդեն առաջնահերթ վիզիտ քմես ու քու երեխուն ես տենը, դրա համար այս անգամ առաջնահերթ Ալեքսս է, ճիշտ է էլի, կգնամ, կգամ, բայց թե մեր թերապիաները իրավունք չունեն բաց թողալ, որպես ծնող, որպես մամա, որպես պարտավորված մամա։ Այն ընթացքի մեջ է, որ սկսել է էլի գործողությունից առաջ, դե գիտեք, պատկերացնում եք, որ հերթական գործողությունները պետք է արվի ու ես էլ այն մարդկանցից չեմ, որ հատե երբ կլի, ոնց կլի, մարդ ես կանե չզանգես, չհետաքրքրվես, այսօր չէի զանգել, որովհետև առավոտ դե շուտ է, մտածեցի իրանց հարմարել, չէ իրանք կզանգեն, Էրեգնիկայի հետ խոսում եմ, ասում այս ինչ ամիս էր, այս ինչա կատարվում, Սաղաթ ամեքը մի կողմի վրա, ասում եմ, էտա, կյանքամ, ինչ բանա չէ, քիրու աղբողջի գարը, ժամը 11 կոմն էր, իրիկվա, ասում վերջինը, երբ ես խոսացել, ասում եմ, բա դու ասմա չէ, քու տեղն խոսալ է, ես լավ գիտեմ, ես քեզանից եմ ուզում իմանամ, տենց մի խոսքով ուղեղդ 100 կոմի վրա է էլի, ընդեղ մամայիս մասին եմ մտածում, թեպետ մամայի ճնշումը փառքաստու կարգավորվել է, ստեղ էլ սիրելի հետևորդներ ջան, էլի լսում եք չէ երեխեքի լացը, առաջներում խուսափում էի, ամաչում էի, բայց սա ամոթի բան չի, սա ցավ է, որ այս մի մատ երեխեքը այդ ցավի մեջ ապրում են, սա այն որ ամեն անգամ մի երեխա այդ վիճակի առնում, դուրը կփակի սրտո ջան, Ալեքս, արի ասեմ, փակի դուրը, որ գնաս են երեխեն ավելի կնացի, վենտիլյատորն անջատի, եթե քեզ պետք է անջատի, ըտերից միացրու ցավը, Այդեմ 5-ը նկար, որ այն 5-ով գնանք 4 մասի։ Բայց այսօր մենք 5-ը չենք նստելու։ Հետո մենք գնա 5-ով 4 մասի։ Հոգորը հիվանդանոցում է, հլավոր չենք գնալու։ Խի։ Այս հենց բան էր, հոգորդ հիվանդանոցի ճամփեքին է գնում գալիս է։ Մի խոսքով
Սիրելի հետևորդներ ջան, էդ էլ հերիք չի, ես էլ իմ լիմֆոդրենաժը սկսեցի, որովհետև չսկսել չէի կարա անբացատրելի ձևով ոտքերս ցավում էր։ Երեք ընդեղ մի տատիկ կար, լա սիրուն քաշի, մոտնեմ ջանին։ Էնա թողնել բերդից, համ նստի, համ զբաղվի, բայց ցածր։ Լսում ես ինձ ինչ եմ ասում։ Համ էլ արի մեր բաժանորդներին, սիրուն բարևի։ Շացիերի բաժանորդներ։ Ես իմ Ալեքսի լուքը, ինքը շոքի հետ լավ ա հագնվել։ Ես չգիտեմ ինչի, մտքերից եղավ երևակայի, որ ես սենց սև հագա, որ հանել ու հավեսել չկա, տարբերություն էլ չկա մեկ ասաղին համար։ Նայեք, ես գնում եմ բժշկի, Ալեքսին բերել եմ, Ալան գնում Անիկան երեք գլուխը բռնել ասում ա, վայ Աստվածի, մեզ ինչ ա կատարվում, ես խիա սենց, էտա մարդ ենք, ապրում ենք, ստեղ էլ երեխեք են, ամեքը մի պրոբլեմի տեր, են որ նայում ես ջանիտ կեսի չատը գնում ա, որովհետև մի մատ երեխա, նայում ես ինչի էլի պետքա տենց լինի, մարդը երեխեն քորփ են ծնվել ա ապրելու համար էլի, ոչ թե պայքարելու համար, ու սենց են ոնց են ասում, սրտիս կեսը գնում ա, ես չեմ կարող հարմարվեմ, սիրելի հետևորդներ, ես վերականգնողական կենտրոնների հետ, չէ, ամեն անգամ ցավ եմ ապրում, ամեն անգամ դառնում եմ լացկան մարդ, ամեն անգամ ուզում եմ, ոնց ասեմ, որ ուժեղ լինեմ, դիմադրեմ, չգիտեմ, օրը գունավորեմ մեր, չի լինում, այս անգամ զգում եմ, որ մի տեսակ ուրիշ ա, մի տեսակ կոտրվել եմ, մի տեսակ ավելի փխրուն եմ դառել, մանավանդ այս պուճուր երեխեք, որ կողքի հետ կան, չէ, նայ մեզ փոքր երեխա, մեր հետ կա էլի մի փոքր երեխա, Ալեքս մի քիչ իջոցը մեռնեմ քեզ, նայ մեզ փոքր երեխա, միացրու շնուրը, հա, միացրու, չհանես, նայում ես փոքր երեխա, լիքը խնդիր, են պուճուրի սիրունաչոներին էլ, ակնոցում մտածում ես, են ճոնը ցավում այլի արախի պետք ա սենց լինի, երեխայա ծնվել ա թող չպայքարեր էլի, ապրեր, հա, կյանքի որոշակի ստադիաները մարդ ես ապրում ես, առողջությունդ քայքայում ես, այդ ժամանակ հանգնում ես բուժման հետևից, բայց որ ծնվես ու պայքարով ապրես, պայքարելու համար էլ սիրտ ու հոգի ա պետք, որը որ ես չգիտեմ, մի տեսակ ուրիշ ալնում, տարին տարվա վրա մտածում եմ, ասում եմ, պետքա որ սովորական լինի, պետքա որ հարմարվեմ, պետքա որ ես, պետքա որ են, բայց թե էտա ով իմանում ա, որ խոսքի օրինակ 6 հոգով մի սենյակում, ես էլ եմ իմ վրա զարմանում, ասում եմ, ոնց կարելի ա էլի, ինչ բան ա, սաղս էլ ծնող ենք, սաղս էլ ուզում ենք մեր երեխեն, ոնց ասեմ, առաջ խաղաց ունենա ու ամեքս մի պատճառով ինձ մեկ գրում եք, որ ինչի համար եք գալիս էլի հետևորդներ, ֆիզիոթերապիաների են գալիս, ընդհանուր էտա մարզանքներ, մասնիկ նկարահանում եմ, տենց առանձին տեսանյութ կանեմ, կդնեմ համ այս յութուբյան էջը դառել ա իմ համար կյանքի օրագրի նման մի բան, համ էլ հետո ասենք դոյի պոսլի ես անում, թեպետ ես ամեն օր իմ մոտ այդ դոյի պոսլից ստացվում սիրելի հետևորդներ, որովհետև որ սխալ ա էլի, որ ասում են ես մի երեխեն ա, ուզում ա մեկն էլի, ուզում ա երեքն լինի, ամեկն էլ քուլուսի կտորն են, ես որպես մամա տենց եմ մտածում, որ եթե ունենայի 3 երեխա երբեք տարբերություն անգամ չէի դնի, որովհետև չէ որ ես ուզեցել եմ այդ երեխեքին ունենամ, այ օրինակ մեր Քրիստինեն
ամեքին իրա ձևով ասիրում, ամեքի ուժեղ կողմը գտնում ու այդ ուղղությունով զարգացնում իր երեխեքին։ Մի այսօր մեր գրաֆիկը ոնց եմ գծագրել, օրվա մինչև կեսը Ալեքսինսը ոնց միշտ, կեսից են կոմ իմ դրենաժը։ Կհիշեք նախորդ տարիներին դրենաժից հետո խաթրից չէ ետնում, գնում ենք ստեղ, գնում ենք ընդեղ, գնում ենք ընդեղ, հետո դուք շատ եք գրում, որ բանա դրենաժից հետո վերջելի պարկելա պետք, էսա պետք, ենա պետք։ Այն ժամանակ մի քիչ դժվար էր ելնում Ալեքսիս համոզելը, մի արդեն ոնց որ ասում մամա բա չենք գնում ինչ որտեղ, նայեք նստած իր ահման ժպիտը դեմքի։ Լացից զբաղվում։ Թող մի հանի, զարյատկա չունի, թող, այ դրա համար իրիկունն ասի, թող ելնի զարյատկա։ Համի որ ասում մաման, բա ինչ որտեղ չենք գնում, ասում եմ չէ, այս անգամ չէ, ոտքերս ցավում են Ալեքս ջան, չեմ կարող գնանք։ Արի գնանք տեղ։ Հա, արի գնանք նամաջո։ Պետք է երեք չէի լամաջոյում։ Էրի եմ Դե ուզում։ չէ։ Քը։ Այդքան բան սիրելի հետևորդներ ջան։ Համի այսօր էսա կսկսվի մեր ժամն էլ կգա։ Ոնց են ասում ոչ քնելուց ստես բան հասկանում, ոչ ուտելուց, ոչ մի բանից։ Հա, մարդ ես ապրում ես, շնչում ես, գործերդ իրար հետևից անում ես, բայց քո տունը, քո դուռը վերջերի, քո ամեն ինչը հենց ուղեղիդ մեջ անընդհատ գնում գալիս է։ Երեք ուսմետում հանդիպեցի իմ հետևորդուհուն, տենց տարիքով կին էր, երևի մինչև 60 տարեկան, ասում է դու փոփոխություն զգում ես, ասում եմ հա շատ, անգամ առաջի անգամից այն ծանրությունը, որ ոտքերս զգում եմ, հենց առաջի անգամից թեթևացավ ոտքերս մի անգամից, ազնիվ խոսք։ Ինքն ասում է ինձ թվում է ես ինձ հույս եմ տալիս, դրա համար եմ գալիս, ասում եմ բա հույս տալն էլ է շատ կարևոր, բայց ախր կա ակնհայտ փոփոխություն, ոնց կարող դուք չզգաք։ Ուրեմն նկատեցի, որ մի կին ոտքը լավ էր էլի ուռած, այդ հիվանդությունը կոչվում է փղանք, գալիս էր մարդը, ուրեմն հույս կա, որ գալիս է։ Հետո կանեմ ես էլի այնտեղ առանձին տեսանյութ, որովհետև հարցեր ունեմ ստացած հետևորդներիս կողմից ու այն էլ եմ շնորհակալ սիրելի հետևորդներ, որ այո, վստահում եք ինձ, գնում եք, դիմում եք հերիք ու գոհանում եք, դե դժգոհություններ էլ կան, դա իմ համար ոնց ասեմ, ցավալի է, ես կուզեմ, որ բոլորս էլ դիմենք բժշկի, բոլորս էլ գոհացած դուրս գանք։ Բայց թե էտա այս պահին մեր գործերի հետ էլ ուղեղով արդեն դեպի են կոմերն են, որովհետև մարդ ես էլի մտածում ես մարդ ինչքան դիմացի մարդուն օգնության ձեռք մեկնի, այնքան Աստծուն հաճելի գործարած կլինի, չգիտեմ, ուղեղս առավոտից խառնա, չեմ հասկանում ինչ անենք, ոնց անենք, որ ճիշտ լինի ու լավ լինի, այդքան բան, հիմա կոֆես խմել եմ, ջուրս պարտադիր, այն որ չուզես էլ ստեղ չես կարա ջուր չխմես, ուղղակի շատ չափից շատ վատնա ջուրը, բայց թե դա ունենք, այն ինչ ունենք, էլի Աստծուն փառք որ կամ երասնում եմ հովասնում, կամ տենց երման եմ խմում, շոքին էտ էլա չէ, դա օգտակար,
ավելի շատ աշխատում եմ, երման խմեմ, նամանավանդ առավոտները, կամ էլ սարսախիցիկ եմ դնում, ինքը քարանում է, հետո հետա գալիս տենց եմ խմում, ելքը գտնում ես էլի, իսկ նախորդ տարիներին գազավորված ըմպելիքներ էի շատ առնում, բայց թե դա էլ առողջությանն է վնաս, սիրելի հետևորդներ, աշխատում եմ գոնե մի քիչ առնենք, էլի ընթացքում երեք օրինակ Ալեքսն ուզեց գնանք նամաջը ուտենք, դե կամ թան ես ուզում, կամ Ֆանտա կոլա, լսում եք, երեխեք ոնց է ով է Բայց որ ամեն օր վերցնես, առնես, այդ իմ համար սխալ է, աշխատում եմ հեռու մնամ, խուսափեմ, որովհետև չեմ ուզում, այդքան բան, այսօր ստեղկին կա, որ վերջ էլի որակով բաներ է վաճառում, վերցրեց, բերեց առաջարկեց, այսպիսի մի բան, իրանք շատ հարմար են, հով են, զով են, մեկ ուզում էի էլի վերցնեմ, հետո ասեցի լավ այդքան է ինչ պիտի անեմ, մեկը արդեն վերցրել էի, ու սենց բաներ, այս շոքի հետ, սիրելի հետևորդներ ջան, ես սկսել եմ հագնել արդեն իսկ իմ այս զուգագուլ բաները, որ ահավոր է, բայց թե նամանավանդ եթե գնում եմ լիմֆոդրենաժի պարտադիր է, էֆեկտը ոնց որ ավելի կրկնակի զգաս, ու մեկ-մեկ մտածում եմ այն օրը Մանուշակի հետ ենք քննարկում էլի ասում եմ, այ որ ընքան հնարավորություն ելնի, որ դու ունենաս տանը քեզ համար միացնես ու զբաղվես, ասում եմ դե հա, նկատած կլնեք Արուս Կավկազի ռիլերը, ինքը ունի, դնում է հավեսով ու զբաղվում, մեկ ծիծաղելով ասում եմ Մանուշակ, վեճը չգցես դրա վախտնելու ու ինչն է լավ, որ հույսն է մարդուն ապրացնում, արդեն սկսել են ես գցելը, ես ինչեր եկավ, հույսը քանի կամ մենք կարանք հանգիստ ու խախանդ ապրենք, այ որ հույսը արդեն կորցնում ես, այդ շատ վատ է, այդքան բան, հիմա վերկացա, կամաց պատրաստվենք ու գնանք դեպի մեր պարապմունքները, հետո էլ ինչպես միշտ դեպի ավտոկայան ու այդ 99 երթուղին, մերսի, սա, դե տավլեցրու բերելի ցավը տանը, ու այդ 99 համարի երթուղին երջանիկ պատահականություն կլինի, որ դու նստած գնաս, լիքն է, անընդհատ ու անընդմեջ, ինքը միշտ լիքն է ու բավականին լիքն է, Կիևյան կամուրջները, քանի որ փակել են, չգիտեմ, ով 2 ամսով ասում, ով 3 ամսով ասում, 3 համացանցը միրիկունը դեքունս չի տանում, չի ստացվում քնելը, սուսուփուզ լուրում ու հեռախոսդ պրպտում ես, նայում եմ, որ գրել են Երևանում 10 բալանոց խցանում, 10 չէ 20 կլինի, ակետից բկետ հասնելու համար հաստատ մի 50 րոպեն պահանջվում է, լավ փակ յազիս, լավ փակի, ապրես, այդքանը, հիմա տենամ ինչ եմ անում, ոնց եմ անում, որտեղ ենք հանդիպում ու ինչ նկարահանում ենք, գնաց Եվ արդեն գնում ենք բժշկական կենտրոն, Շացիևի բաժանորդներ չան, այնքան շոկ է, այնքան շոկ, նոր ասել ինչ, Շացիևի
Ալաջան։ Հա։ Այնտեղ ստանոց։ Ահա, սիրելի հետևորդներ ջան։ Եկանք համարյա թե հետապուսմերի տարածքում ենք։ Սկսել եմ մի հատ մոդայիկ տենդ են շարժվել այս տրանսպորտի մեջ։ Չգիտեմ նկատել եք թե չէ։ Կոնդիցիոների փոխարեն վենտիլյատոր են միացնում։ Ասում լուսամուտները բացեք, բաջոմալ չի քաշում։ Հետաքրքիր է մենակ էտա, ինչ բոյկոտ ա գնում տրանսպորտն։ Ոնց են մարդիկ բոյկոտում գնալ եք չէ։ Ու ճիշտ էլ անում են։ Մեզնից պահանջում եք գնա, չէ։ Մեզնից պահանջում են վճարել, մենք վճարում ենք։ Թողի դոնթե 36 աստիճանի ապահովեն մեր շնչերը։ Այս Ահա, օխ ես կամին ամեն ինչ օրշել։ Մայթ հանցնենք ու գնանք կանգար։ Օրև չի։ Այսօր մինչև 36 տվել է։ Ալեքս, կերես շվակում կանգնենք։ Հենց ավտոբուսը գա կանցնենք։ Բայց կտվեն կողմից կա ոնց ասում եմ երևի կողմից կա Ռաստայից կարի տեն ամեգամով չատ ուզի չեն գնա Չէ, ոչ մի մեգամով Սպասի Արի Թե կուզես կանցայն Այս յենի հետևորդներ ջան տրենաժնալ էլ եմ վերջացրել եկել հասել հլագուշակ եք տեսնեմ որտեղ եմ ես տարապ գուշակ եք ահա տարապ կսեսը Ալեքսն ինձանից հարագ ագնում դեպի կանգար ու քանի որ դուք իմ ամենալավ ու բարի հետևորդներն եք երբեք էլ ձեզ չեմ տանջի ու կասեմ, որ եկել եմ Մալաթիա համ գնումների, համ էլ Ալեքսանդրով Նրանք ես ինչ ակատարվա Բարով խերով գնանք հասնենք մեր սենյակ Ժամը 8:30 շոկ Ես չեն մեկս բերել, խնդրում եմ Ինձ պետք չի Տոտ առաջինը որ եկել ենք, ինչ ենք արել, ջուր ենք խմել Ամեքս մեր շիշն ունենք Սկսվեց արդեն այդ պրոցեսը Սելի հետևորդներ ջան, մի այս իմ լիմֆոդրենաժի տոպրակն է, որ գնում գալիս եմ Ովի շոքա, ստեղ իմ գնումներն է Շոկա պրեստու հակարգը չստերը Տեսրանք հետար, հետո մարդը սպաղված կարևոր գործ ունի Ուրեմն ինչ ավանք դիդար, նենց էլ ունեի, նենց էլ ասի մի հատ լավ աջապ սանդար, խոտես ինչ լավն է, աջապ սանդար կեպեմ, գները են մի հոլովակում տեսած կգնեք, ընտիր, յուրահատուկ, հայլ փլուն, արտակարգ պղպեղ
Սմբուկ, երկու հատ, երկուսը շատ օքիտ չի։ Եվ էլին ճաջապսան տալ առանց լոբը։ Ես է լոբու տոպրակը։ Ես նորից սենց անենք, սիրելի հետևորդներ ջան։ Ոնց են ուզում մի բաժակ կոֆե, միսկ։ Մի հատ ծանեմ, տեղավորեմ, որ սենց թափ-թփած չմնա։ Շոքան տրանսպորտով գալու մի բան արջը։ Աստեղ շլոր եմ առել, ես եմ շատ սիրում, այս խնդրորներ աղեքն է շատ սիրում, ես էլ, եսով ա, ես էլ ես ա, մեկ էլ, ահա, ուրեմն մի ծիրանը առա, 1200 թե 1003, էսա, հետո եկա էլի տեսա հավանեցի, մեկն էլ սա առա սիրելի հետևորդներ ջան, աղմամիրքը երբեք շատ չի իլնում, չէ, ընտիր յուրահատուկ ծիրանները, խոշոր, ստեն նայեք, ինչ ծիրանները, արտակարգ, ասում են, այս տարի ծիրանը քիչ է, չգիտեմ, հիմա տանեմ խոհանոց, լվանամ, տողուց մատուցեմ, ես էլ վայել եմ, ու եկուցվա համար մի հատ համով հաջապ սանդալ դնեմ, գնացինք խոհանոց։ Ասում եմ ես այն պահնա, որ ասեմ գնամ կոֆե խմելու կողքի աղջիկների հետ։ Ամեն մրգերից քիչ-քիչ դրել եմ, սենց։ Հարը սենց սիրում երեկոյա, ստեղ պխպելում եմ նախապար դրաստե, ստեղ կանաչի սխտոր է, ստեղ էլ իմ անուշ ճաշնայքում, տես այն ճաշնա, որ սավնենը համով, տակելը համով ու սավնանում լավ էլ կմնա, դրա համար մի քիչ չափը մեծ եմ բռնեցրել, որ շոքի հետ չդնեմ էփեմ ու էփեմ, հավես չկա, որ ճիշտն ասեմ, այսօր սենյակը մենակ եմ, Ինքը ինձ կողնի, հա։ Խոսում ես։ Հա։ Ներա